որ մի քիչ ուշացումով է եկել, իրականում Թալին գալու ճանապարհին կարծում եմ մեզանից բոլորի մոտ է այդ ոգին արթնանում, որովհետև Թալինը դա մեր ֆիդայինների հայրենիքն է, Թալինը Գևորգ Չավուշ տված հայրենիքն է, ձեր ցավը տանեմ, ամենաուժեղ տեսակն է Թալին, այո։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի թալինցիներ, խոսակցությունների ընթացքում շատ ցավով եմ ասում, շատ մեր քաղաքներում խոսակցությունը լինում է հենց բարեկեցության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության թիվ 1 սպառնալիքը, մեր ինքնիշխանության թիվ 1 սպառնալիքը, դա բարեկեցության բացակայությունն է։ Մենք պետք է բարեկեցության խնդիրը հաղթահարենք։ Ինչի համար է հենց Սամվել Կարապետյանի տնտեսական քայլերը, ծրագրերը, Նարեկ Կարապետյանի կողմից ներկայացվող տնտեսական քայլերը, ծրագրերը հիմնականում վերաբերում տնտեսությանը։ Հիմնականում դրանք ուղղված են մեր հայրենակիցների բարեկեցության վերականգնմանը, բարեկեցության ապահովմանը, 300,000 աշխատատեղը լինի, հարկային բարեփոխումը լինի, թե ծայրահեղ աղքատության վերացումը լինի, դրանք բոլորը ուղղված են բարեկեցության ապահովմանը, որտեղ միայն բարեկեցիկ հասարակությունն է, որ կարող է լինել ուժեղ Հայաստան, իսկ ուժեղ Հայաստան լինելու է, այո։ Սիրելի հայրենակիցներ, մի տագնապի զգացում կա, որ բոլորս ունենք մեր մեջ։ Այդ տագնապի զգացում ունենք մի քանի տարի առաջ Արցախի հարցում։ Այնպես ստացվեց, ու սա ցավով եմ ասում, որ այդ տագնապի զգացումը ճիշտ էր, տեղին էր, որովհետև այսօր Արցախը հայաթափված է։ Այսօրվա տագնապի զգացումը, որը ունենք, վերաբերում է նրան, թե ինչ ենք լսում հարևան երկրից։ Մի քանի տարի առաջ ասում էին, որ դուք ձեր սահմանադրությունը պետք է փոխեք։ Ինչ էին պատասխանում օրվա իշխանությունները, որ դրանք անիմաստ նարրատիվներ են, դրանց ուշադրություն մի դարձրեք եւ այլն, մեկ մի տարի առաջ սկսեցին նույն բառերը կրկնել, որ սահմանադրությունը Հայաստանում պետք է փոխվի։ Հիմա մենք տեսնում ենք, լսում ենք, որ ասում են Հայաստան պետք է ավտոմեքենաներով գան 300,000 ադրբեջանցիներ։ Տագնապի զգացումը այո նորից ունենք, բայց ինչն է այստեղ կարևորը, ամենակարևորը, որ մենք ունենք հնարավորություն դա կանխելու։ Բանաձևը, որը առաջարկում ենք, սիրելի թալինցիներ, սիրելի հայրենակիցներ, հետևյալն է, գնա ընտրության, որ դրանք չգան, գնա ընտրության, որ փոփոխությունը գա։ Նորից կասեմ ժողովուրդ ջան, գնա ընտրության, հունիսի 7-ին, գնա ընտրության, որ դրանք չգան, որ մեր ուժեղ Հայաստանը լինի, որ մեր Հայաստանը լինի, որ մեր ապահովությունը լինի, այդ ամենը խաղաղությունով է լինելու, բայց մեր ինքնիշխանությունը, մեր նամուսը, թասիբը, արժանապատվությունը պահելով պետք է լինի։ Դուք բոլորդ հիշում եք, սիրելի հայրենակիցներ, երբ սկսվեց եկեղեցու դեմ հարձակումը, երբ սկսվեց, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդին դուրը չեկավ մեր վեհապար հայրապետի խոսքը Արցախի մեր հայրենակիցների իրավունքների վերաբերյալ խոսքը դուր չեկավ, սկսվեց հարձակում եկեղեցու վրա։ Մենք ինչ ենք ասում, ուժեղ Հայաստանում տենց չի լինի։ Ու դրանում վատ բան չկա, Ժորժ ջան, ունենց տպավորությունա, որ աշխարհում բոլոր երկրները, եթե ինչ որ հարցի շուրջ վեճ են ունենում, թեկուզ պատերազմ են ունենում, դրանից հետո մի կողմը ինչ ասի, մյուս կողմը միշտ պետք է ընդունի, տենց բան չկա։ Իդեպ խաղաղությունը դրա մասին չի։ Այ մեր ասածը խաղաղության մասին է երկարաժամկետ, իրական, արժանապատիվ, կայուն, այո, դրա մասին է ուժեղ Հայաստանը, եւ ուժեղ Հայաստանը դա մեր բոլորի հունիսի 7-ին ընտրություններին գնալով դառնալու է իրականություն, որովհետեւ փոփոխությունների համար, որ համարն է ժողովուրդ ջան,
hamarն է ժողովուրդ ջան։ Փոփոխությունների համար։ Այո, ժողովուրդ ջան, վստահ եղեք, երեքը խորհրդանշելու է միասնականությունը, մեր համախմբվածությունը, մենք էլ պառակտում իրար մեջ չենք ունենա։ Երեքը խորհրդանշելու է բարեկեցությունը, որովհետև այո, ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատության վիճակում հայրենակիցների խնդիրը լուծված է լինում։ Իրենք այլևս ծայրահեղ աղքատ չեն լինել։ Եվ իհարկե նաև ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայող է լինում։ Քաղաքական հետապնդումները թողելու ենք անցյալում։ Ու իրականում մարդասիրությունը վերականգնելու ենք որպես արժեք։ Հերիք եղավ։ Ժողովուրդ ջան, մենք իրար ջան ասող, ջան լսող ժողովուրդ ենք, ինչի համար պետքա այս աստիճան պառակտված լինի։ Ինչի համար պետքա երկու հարևան իրար հետ չկարանա շփվի։ Այս ինչ երևույթ է, այս մեր մասին չի։ Սա ուղղակի այդ մարդիկ բերել տարածել են։ Դրա համար էլ մենք էլ ասում ենք, փոփոխությունները գալիս են, իրենք գնում են, դրա համար այո ժողովուրդ ջան։